Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնելու ԿԳՄՍ նախարարի հերթական հրամանի հնարավոր բացասական հետևանքները։ Միաժամանակ հրավիրում եմ Արժեկրթության հանձնաժողովի հարցերով մշտական հանձնաժողովի ուշադրությունը բարձրացված հարցին։ Եվ այսպես. ԿԳՄՍ նախարարի հրամանով դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգի մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի հանրակրթության մասին օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում տարիքային խմբին համապատասխան դասարան, ընդհանուր հիմունքներով 25-26 ուսումնական տարվանից սկսած։ Փաստորեն, ըստ այս հրամանի, եթե երեխան որևէ պատճառով, նաև խիստ հիմնավոր, չի գնացել դպրոց, ապա հաջորդ տարին միանգամից երկրորդ դասարան է նստելու։ Տառերը, գրել, կարդալ չիմացողը, մաթեմատիկայում մինչև 20-ի սահմանում գումարում հանում չիմացողը նստելու է միանգամից երկրորդ դասարան, որի ծրագրով անցնում են բազմապատման աղյուսակ, երկար տեքստերի վարժ ընթերցանություն, ուղղագրական կանոններ եւ այլն։ Այս ամենը հարցեր են առաջացնում։ Ինչպես է լրացվելու 1 տարվա բացթողումը, ով է լրացուցիչ օգնելու երեխային երկրորդ դասարանի ծրագրին զուգահեռ, կա արդյոք մշակված ծրագիր, մեթոդաբանություն։ Եթե այդ պարտականությունները դրվելու են դասվարի վրա, ապա վճարվելու է արդյոք դասվարը լրացուցիչ ծանրաբեռնվածության համար, հակառակ պարագայում կապահովի արդյոք անհրաժեշտ որակ։ Արդյունքում ունենալու ենք կրթությունից հիասթափված երեխաներ, զրո մոտիվացիա սովորելու նկատմամբ, վատ սովորողի պիտակ, ծնողի համար ֆինանսական մեծ ծախս լրացուցիչ մասնագետի մոտ պարապելու համար։ Ուսումնասիրվել են արդյոք աշակերտների ուշ տարիքում դպրոց հաճախելու պատճառները, ինչ ռիսկեր կարող է առաջացնել այս հրամանի կիրարկումը և ինչ քայլեր են առաջարկվում նման ռիսկերի հաղթահարման ուղղությամբ։ Այս հարցերի վերաբերյալ նշված կարգում ոչինչ չկա։ Արդյունքում ունենալու ենք կրթության ոչ բավարար մակարդակ, անգրագիտության աճ։ Թե հենց սա է հրամանի նպատակը, չէ՞ որ չկրթված մարդուն ավելի հեշտ է կառավարել։